Ղարաբաղի ադրբեջանական հակամարտությունների շփման գծում արձանագրվող հրադադարի ռեժիմի խախտմանը զուգահեռ վերջին շրջանում նկատելի ակտիվությամբ է գործում նաև հակառակորդի օդուժը, որն իրականացնում է ինչպես մարտաուսումնական, այնպես էլ հետախուզական բնույթի թռիչքներ։ Ըստ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների վերջին օրերի ընթացքում հակառակորդի անօդաչու ինքնաթիռները բավականին մեծ հաճախականությամբ հետախուզական թռիչքներ են կատարում սահմանային գոտու ողջ երկարությամբ, իսկ որոշ դեպքերում էլ խախտում Արցախի օդային սահմանը։ Պաշտպանության բանակի հակաօդայինների կողմից նման բնույթի թռիչքներ են հավաստանշվել վերջին տասնօրյակում եւ դրանց կանխարգելման նպատակով իրականացվել համարժեք քայլեր։ Մասնավորապես սեպտեմբերի 12-ին ժամը 7:30-ի սահմանում Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության եւ ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի մեկ անօդաչու թռչող սարք։ Վերջին ժամանակներս հաճախակի են դարձել ադրբեջանի զինուժի անօդաչու թռչող սարքերի թռիչքները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը։ Նախ ասեմ, որ այդ թռիչքները գրանցում ենք տարուց ավելի, հայտնաբերում ենք անօդաչու թռչող սարքերը, հիմնականում գտնում է մեր հակաօդային պաշտպանության միջոցների վերահսկողության տակ, մշակվել է հատուկ միջոցառումների ծրագիր եւ ձեռնարկված միջոցների շնորհիվ հասել ենք արդյունքի, ոչնչացվել է հակառակորդի անօդաչու թռչող սարքը։ Վերջում ավելացնենք, որ խփված ինքնաթիռի մասերը գտնվում են Պաշտպանության բանակի համապատասխան ծառայությունների տրամադրության տակ։ Դեպքի մանրամասները ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով, տարվում է քննություն։ Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժին հատուկ օր ծրագրի համար։